Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երկրորդ մասը։ Հիմա վերևքի հանձնաժողովը որ գտել է, որ նյութապես շահագրգռելն է սխալ, ոչ թե հարկադրել կամ ոչնդոտել, ճիշտ է, չի հասկանում, առանձնացնենք։ Դե Չարաբյանի դեպքում էլի շեշտել է, որ նյութապես շահագրգռելն է խնդրահարույց, ոչ թե հարկադրելը կամ ոչնդոտելը։ Հիմա սրան ինչ պետք է հետևի։ ՍԴ ըստ ինչ ժամկետներում ինչ որոշում պետք է կայացնի, պարոն Աղինասյան եւ մնացածներ, եւ դա ինչ է նշանակում, արդյոք մինչեւ հիմա կալանավորված, նյութապես շահագրգռելու դրվագով կալանավորված եւ մեղադրվող անձանց վրա պետք է հանվեն այդ մեղադրանքները։ Շատ լավ, ես կարծում եմ իմ գործընկերներն էլ կանդրադառնան, շատ կոնկրետ հարց է, ասեմ, որ Սահմանադրական դատարանը երբ որ կասեցրել է գործի քննությունը եւ ուղարկել էր կարծիքի, սպասում էր այս կարծիքին, մինչ այդ նաեւ ազգային ժողովին ներգրավել էր որպես պատասխանող կողմ, ազգային ժողովը բացատրություն էր տվել, այդ բացատրությունը մենք նույնպես կրկին հերքել ենք, փաստարկել ենք, որ առհասարակ այդ նորմը եւ մենք վիճարկել ենք հենց նյութապես շահագրգռվելու ձևակերպումը։ Մենք չենք անդրադարձել այդ հոդվածի մեջ այն մյուս դրույթներին հարկադրել եւ այլ, որտեվ այդ դրույթը շատ ավելի հոդվածը շատ ավելի մեծ ծավալ ունի։ Մենք անդրադարձել ենք կոնկրետ նյութապես շահագրգռվելու հատվածին եւ տվել ենք մեր դիրքորոշումը, թվում նաեւ Վենետիկի հանձնաժողովի այլ տարբեր առիթներով տրված կարծիքների հիման վրա։ Հիմա Սահմանադրական դատարանը ըստ գործող Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 56 հոդվածի պետք է վերացնի կասեցումը, վերսկսի գործի քննությունը եւ տա իր որոշումը։ Երբ կլինի, դժվարանում եմ ասել, հաշվի առնելով քաղաքական իշխանության այս ձգտումը, ցանկությունը եւ նաեւ ինչու՞ չէ, ես այդ պնդումը կարող եմ հիմա անել նաեւ որպես ազգային ժողովի падգամավոր, որ անդադ շփվում է, հա, Սահմանադրական դատարանի գործի բերումով նաեւ շատ հնարավոր է, որ փորձեն ձգձգել էլի, որովհետեւ իրենք ամեն գնով ամեն գործիք փորձում են օգտագործել ինչքան հնարավոր է նույնիսկ հակասահմանադրական ակնառու ակնհայտ հակասահմանադրական նորմը չվերացնելու առումով։ Եթե այնուամենայնիվ շուտ լինի, այսինքն մինչև այս նոր սպասվող հավաքներին եւ այլն, մենք կունենանք Սահմանադրական դատարանի որոշում, վստահ եմ, որ այստեղ Սահմանադրական դատարանը չի կարող այլևս այլ մեկնաբանություն տալ, երկու ելք ունի, կամ ճանաչում է ձևակերպումը կտրուկ միանգամից Սահմանադրությանը հակասող, կամ կարող է տալ իրավակիրառ պրակտիկայի համար մեկնաբանություն, որը պետք է առաջնորդող լինի թե իրավապահարումների եւ թե դատարանների համար, որ ճանապարհով կգնա, դա ցույց կտա առաջիկան, բայց ակնհայտ է, որ այլևս Վենետիկի հանձնաժողովի կարծիքը որպես խորհրդատվական կարծիք է, որը մեր օրենսդրության շրջանակներում համարում է խիստ կարևոր, չի կարող անտեսվել։ Գործերի վարույթների մասով, կախված նրանից թե ինչպիսի որոշում կկայացնի, դրան համապատասխան են նաև այդ վարույթները։ Ակնհայտ է նաև, որ բոլոր այն անձինք, ովքեր որ ժամանակին ենթարկվել են անհիմն սահմանափակումների, մեղադրանքների, բոլորը կունենան հնարավորություն իրավունքների պաշտպանությունը իրականացնելու եւ իրենց խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Դեկոյ 36-ի երկրորդ մասն է վիճակում ՍԴ ամբողջ։ Թույլ կտակ ես կարդամ էլի նորմը։ Տեսեք, քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերացնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, այս միջև ինչ կարդացի,
դա չենք վիճարկում։ Դա հարկադրանք է, դա մարդու չի կարելի ստիպել, հարկադրել, բռնության սպառնալիքով ասել պետք է գնաց հավաքի կամ պետք է չգնաց հավաքի, որը նաև շատ հաճախ հանդիպում է, բայց կարծես թե դրանց վերաբերյալ հարուցված վարույթներ չունենք։ Սա հիմա շարունակությունն է, այն ինչը որ վիճարկվում է սահմանադրական դատարանում։ Ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ Վենետիկի հանձնաժողովն ասում է սա ոչ որոշակի ուրեմն ձևակերպում է, երկրորդ աննորմալ է ենթադրել, որ հնարավոր չի կազմակերպել հավաք եւ հոգալ այդ մարդկանց հավաքին տրանսպորտացիայի, լոգիստիկայի, սնունդի, կեցության եւ նմանատիպ հարցեր։ Թեկուզ գրպանի փող օրինակ կան չէ տենց գործեր, եթե չեմ սխալվում եմ ինքնություն ուղղակի կային որ ուղղակի Չէ, տեղափոխման համար, տեղափոխման եւ սննդի։ Նաիրա ջան, ինչ տարբերություն։ Որ ես դա մասնակցեմ գումարի դիմաց, դա ինչ է նյութապես շահագրգռել։ Կներեք, այստեղ մի առանձնահատկություն Վենետիկի հանձնաժողովին մենք երբ մենք դիմել ենք սահմանադրական դատարան, մենք կոնկրետ դրսևորումները չենք քննարկել, մենք քննարկել ենք ընդհանրապես այս դրույթը, մեր հարցը բարձրացրած, ընդ որում դրան էր վերաբերում, թե պարոն Հարությունյանը, թե պարոն Մինասյանը կփաստեն։ Մեր բարձրացած հարցերից էր արդյոք համահավասար են այն դրսևորումները, երբ մի կողմից անձին հավաքին մասնակցելու համար աջակցում են տրանսպորտով, սնունդով, օրինակ, եթե կա այդպիսի կարիք, մյուս կողմից գումար են տալիս, որպեսզի հավաքին մասնակցի, եւ արդյոք այս երկուսը նույն գնահատականին են արժանի։ Այս օրենսդրական կարգավորումը չի պատասխանում այդ հարցին, այն բոլոր վկայակոչված թվարկված դեպքերը հավասարեցնում են միմյանց նույն քրեական հետևանքի վրա հասնելու պատժի սպառնալիքով, բայց մի կարևոր հարց եմ ցանկանում բարձրաձայնել, շատ է խոսվում հավաքներին վճարովի մասնակցելուն կամ այդ հարցը քննարկվում է։ Լավ, երբ որ սա խիստ իրավական զրույց է, երբ որ անձին առաջարկում են գումար հավաքին մասնակցելու համար, վերջինս հրաժարվում է կամ ոչ, այդտեղ ում սահմանադրական իրավունքն է խախտվում։ Ուրիշ բան, եթե հավաքի մասնակիցը ի սկզբանե ցանկանում է այդ կերպ հավաքել որոշակի թվականակ անձանց եւ դրանով զանգվածային անկարգություններ իրականացնել, այդտեղ կարող են քննարկել դեռևս հանցակազմի առկայություն կամ ոչ։ Բայց երբ առանձին ուղղակի գումար են վճարում հավաքին մասնակցելու համար, այդտեղ որևիցե մեկի իրավունքը իրականում տեսականորեն չի խախտվում որևիցե կերպ։